Սիրելի հավատացյալներ, ինչպես գիտեք, արդեն մոտենում ենք Սուրբ Հարության տոնին, ընդամենը մեկ շաբաթ է մնացել այդ գեղեցիկ եւ լուսավոր տոնին, եւ ինչպես գիտեք, բոլորդ նախորդող այդ մեկ շաբաթը Սուրբ Հարությանը կոչվում է ավագ շաբաթ։ Ինչու, որովհետեւ ավագ շաբաթ այդ ընթացքում եկեղեցում նշվում են այն պահերը, այն ժամերը, այն օրերը, որոնք կարևորվել են Քրիստոսի երկրային կյանքում եւ որոնք ամենակարևորն են այդ երկրային կյանքում եւ որոնք որ նաեւ փոխանցում են մեզ նրա կյանքի վերջին օրերում անցած ճանապարհը եւ նույնիսկ եւ նաեւ այդ շաբաթվա բոլոր օրերն էլ երկուշաբթվանից մինչև շաբաթ օրը կոչվում է նորից ավագ, որովհետև ամեն մեկը իր կարևորությունը ունի։ Այսպես երկուշաբթի օրը կոչվում է անպտուղ թզենու օր, անպտուղ թզենու երկուշաբթի կամ էլ, որը որ հիշատակում է այն պահը, երբ որ Քրիստոս ճանապարհին սովածանում է, տեսնում է թզենի, մոտենում է նրան եւ չի գտնում նրա վրա պտուղ, այնուհետև անիծում է այդ թզենուն։ Պատմությունը խորհրդանշում է, որ մարդ կարող է, այո, անվանել ինքը իրեն քրիստոնյա, ունենալ հոգևորականից ավելի մեծ խաչ կրել, բայց իր կյանքով ապրել բոլորովին այլ կյանք, քրիստոնյային ոչ վայել։ Ինչպես այն ժամանակ Քրիստոս փարիսեցիներին էր այդպիսիներ անվանում, այսօր էլ մենք ունենք փարիսեցիներ մեր մեջ։ Եվ այսպիսով նա կարևորում է բարի գործերը, որ մարդ իր քրիստոնյա կյանքով պետք է նաև բարի գործերով աչքի ընկնի։ Երեքշաբթի օրը կարծես թե շարունակությունը լինի այդ ամեն ինչի, որովհետև մենք մեր բարի գործերով պետք է մշտապես նաև պատրաստ լինենք դիմավորելու Քրիստոսի երկրորդ գալուստը։ Եվ երեքշաբթի օրը հիշատակվում են 10 կույսերը, որոնցից միայն 5-ը ճրագները վառ պահելով դիմավորեցին իրենց Տիրոջը։ Այդ օրը շատ գեղեցիկ արարողություն է կատարվում մեր եկեղեցիներից ներս, երեկոյան ժամերկության ժամանակ 10 մանուկներ են բերվում ատյան եւ նրանց տալիս են թղթեր փակված, որոնցից 5-ի վրա գրված է իմաստուն, 5-ի վրա հիմար եւ դրանք խորհրդանիշն են այդ կույսերի։ Նաեւ մեր ժողովրդի մեջ այդպիսի ավանդություն է եղել եւ այսօր էլ որոշ տեղերում պահպանվում է, որ մարդիկ հավատացյալները երազանք են պահել եւ այդ օրը ընտրել են երեխաներից մեկին եւ եթե այդ երեխայի այդ թուղթի մեջ գրված է եղել է իմաստուն, ապա նրանց երազանքը իրենք հավատացել են, որ այդ երազանքը անպայմանորեն կկատարվի։ Ավագ չորեքշաբթի օրը դա Քրիստոսի օծման եւ մատնության հիշատակման օրն է։ Այդտեղ պատմվում է ավետարանների մեջ պատմվում է, թե ինչպես է մի կին գալիս եւ օծում Քրիստոսի ոտքերը անուշահոտ յուղով։ Աշակերտները անշուշտ բարկանում են այդ կնոջ վրա, ասելով թե այդ յուղը կարող է շատ մեծ գումարով վաճառել եւ այն բաժանել աղքատներին, բայց Քրիստոս լրացնում է իր աշակերտներին, ասելով, որ այդ կինը մի բարի գործ ուզեց անել իր համար եւ նաեւ այդտեղ Քրիստոս նշում է, որ որտեղ որ քարոզվի այս ավետարանը, այնտեղ հիշատակվի այս դեպքը։ Նաեւ չորեքշաբթի այդ օրն է նաեւ հիշատակվում, թե ինչպես Հուդան որոշեց մատնել Քրիստոսին եւ գնաց քահանայապետերի մոտ եւ հարցրեց, թե ինչ կտաք ինձ, եթե ես մատնեմ նրան ձեզ եւ նրանք նրան խոստացան 30 արծաթ։ Ավագ հինգշաբթի օրը սկսվում է Սուրբ Հաղորդության հաստատման խորհրդից, դա Սուրբ Պատարագ է մատուցվում, որը որ հիշատակն է վերջին ընթրիքի եւ Սուրբ Հաղորդության հաստատմանը։ Իրականության մեջ դա ամենակարևոր արարողություններից մեկն է տրված մեզ Քրիստոսի հետևորդներին։ Սուրբ Հաղորդությունը, որով որ մենք մաքրվում ենք մեր մեղքերից եւ նաեւ փորձում ենք այդ Սուրբ Հաղորդության հզորությամբ այլևս այդ նույն մեղքերը չգործել։ Կեսօրից հետո եկեղեցիում կատարվում է ոտանլվայի կարգը։ Քրիստոս, ինչպես պատմվում է ավետարանի մեջ,
ընթրիքից հետո ծնկի է գալիս, ջուրը լցնում անոթի մեջ եւ լվանում իր աշակերտների ոտքերը եւ չորացնում նրանք իր մեջքին կապված թաշկինակով կամ սրբիչով։ Դա խորհրդանշում է նախ եւ առաջ Քրիստոսի խոնարհությունը, որ ինքը լինելով փրկիչ, լինելով վարդապետ, խոնարհվեց եւ լվաց իր աշակերտների ոտքերը։ Մենք մեր եկեղեցիներում այդ օրը նաեւ յուղ ենք օրհնում, որը որ խորհրդանիշն է այն յուղի, որը որ այն կինը օծեց Քրիստոսին, եւ նաեւ մեր եկեղեցու հայրերը գեղեցիկ համեմատություն են անում այդ ոտնլվայի արարողության մեջ, ասելով որ ինչպես որ Ադամը խաբվելով չարից քայլեց դեպի այն պտուղը եւ վերցնելով այդ պտուղը, ուտելով այդ պտուղը մեղքը ժառանգեց կամ մեղքի մեջ ընկավ, այնպես Քրիստոս լվաց իր աշակերտների ոտքերը, որպես իրենք այդտեղից քայլեն դեպի փրկություն։ Քայլեն, այսինքն Աստծո ճանապարհով։ Մեր եկեղեցիներում այդ յուղը օրհնվում է, բաժանվում է հավատացյալներին, որպես եւ նա այն ավելի օգտագործվում է հիվանդությունների ժամանակ, երբ ինչ որ մարդու մի տեղը ցավում է, մարմնի մի մասը, այդ յուղով օծում են տանը նրան, իսկ նաեւ կա այդպիսի սովորություն, որ այդ յուղը խառնում են իրենց մնացած յուղի հետ եւ օգտագործում են առօրյա կյանքում։ Հնում եղել է նաեւ այնպիսի սովորություն, որ չորեքշաբթի օրը կարակ է պատրաստվել եւ կարակի մի մասը պահվել է աղջի արվել եւ պահվել է, որպեսզի հաջորդ օրը եկեղեցիներում այն օրհնվի եւ ասում էին, թե եթե այդ կարակը չօրհնվի, ապա իրենց կովերը այդ տարի քիչ կատ կտան, նաեւ սովորություն է եղել այդ կարակը, երբ որ օրհնելուց հետո տարել են տուն, քսել են իրենց կովերի պտուկներին, որպեսզի առատ կաթ ստանան նրանցից։ Նաև կատարվում է խավարման կարգ, բայց որը որ ավելի կապված է ավագ ուրբաթ օրվա հետ, այդ իսկ պատճառով այն կատարվում է օրվա վերջում, երեկոյան։ Խավարման կարգի ընթացքում ընթերցվում են ավետարաններ, եւ այդ ավետարանները հիշատակումն են Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության եւ թաղման այդ պատմություններն են ընթերցում այդ ավետարանների մեջ։ Գիտեք, որ գեղեցիկ սովորություն կա, եկեղեցում դրվում են 13 մոմեր, վառվում են դրանցից 12-ը, մեկ մոմը, որը խորհրդանշում է Հուդային, այն փաթաթվում է սև թղթով եւ այն չի վառվում, եւ բոլոր ավետարաններից հետո մոմերը հանգեցվում են եւ վերջին ավետարանից հետո մնում է մեկ մոմը, որը խորհրդանիշն է Քրիստոսի, իսկ այն մարված մոմերը դա խորհրդանիշն են աշակերտների, որոնք կամաց թողեցին Քրիստոսին միայնակ։ Այդ օրը նաև սովորություն է, որ մարդիկ բոլոր ավետարաններից հետո իրենց ձեռքերում թել են ունենում եւ ամեն ավետարանից հետո հանգույց են անում, բայց դա եկեղեցու հետ որևէ կապ չունի, դա ուղղակի ժողովրդական սովորություն է։ Ավագ ուրբաթ օրը դա խաչելության եւ թաղման հիշատակության օրն է, որը որ կարծես թե շարունակությունն է նախորդ օրվա խավարման կարգի։ Այդ օրը եկեղեցիներում պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, զարդարված ծաղիկներով, հավատացյալները գալիս եւ զարդարում են այդ գերեզմանը, եւ կեսօրին կատարվում է խաչելության կարգը եւ երեկոյան թաղման կարգը արդեն թափորով։ Ավակ շաբաթ օրը մատուցվում է ճրագալույցի պատարագ, որը որ սկիզբն է Սուրբ Հարության տոնի։ Ճրագալույցի պատարագի ընթացքում մարդկանց տրվում է Քրիստոսի հարության ավետիս եւ դրանով իսկ վերջանում է մեծ պահքը։ Եվ կիրակի օրը արդեն մենք բոլորս տոնում ենք Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, որը որ մեզ գալիս է ասելու, որ մեր Փրկիչը, մեր Տերը հաղթեց մահվանը եւ նույնը նաեւ ավանդեց մեզ։ Սիրելի հավատացյալներ, այդ օրերին ձեր մասնակցությունը եկեղեցական արարողություններին կարևորվում է նրանով, որ դուք ինքներդ լինելով այդ արարողություններին անցնում եք այդ բոլոր օրերի խորհուրդների միջով, հասկանալով եւ ձեռք բերելով բարի գործեր անելու կարևորությունը, այդ բարի գործելով մշտապես պատրաստ լինելու Քրիստոսին երկրորդ գալուստը դիմավորելուն, նաեւ Քրիստոսի հետ միասին դուք էլ անցնում եք նրա վերջին օրերի ճանապարհով, կրում եք նրա
չարչարանքները, հալածանքները եւ ի վերջո Սուրբ Հարության տոնին հաղթականորեն կանգնում եք հարուցյալ Քրիստոսի կողքին եւ ես ուզում եմ մաղթել, որպեսզի այս տարվա մեր արարողությունները եւ հարության տոնը լինի մեզ համար իրապես լուսավորության տոն, որովհետեւ բոլորդ էլ շատ լավ գիտեք, թե ինչ ժամանակաշրջանում է այսօր գտնվում մեր թե մեր երկիրը, թե մեր աշխարհը, թե ամբողջ աշխարհը եւ այսօր պետք է մեծ հավատք, պետք է հզոր եւ կայուն հավատքի ուժ, որպեսզի կարողանանք իրապես որպես քրիստոնյա դիմակայել այն ամեն ինչին, ինչը մեզ ամեն օր ուզում է թեքել, ուզում է շեղել մեր ճշմարիտ հավատքից։ Շնորհավորում եմ բոլորիդ այդ գեղեցիկ տոնի առիթով, մաղթում ուժ եւ կարողություն, որպեսզի Քրիստոսի հարությամբ ձեր մեջ էլ հարություն առնեն այն բոլոր բարի զգացմունքները եւ այն բոլոր բարի գործերը, որոնք մինչեւ այսօր թաքնված են եղել տարբեր պատճառներով։ Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։